Դե նախորդ դասին ոնց որ հասկացանք սահմանենք այդ ածանցյալի գաղափարը, այդ այս հետաքրքիր սահմանն էր, որը իրականում ցույց է տալիս ինչ, ցույց է տալիս թե տրված կետում ֆունկցիան ինչ արագությամբ է փոխվում։ Այսինքն եթե ես ասեմ ֆունկցիայի ածանցյալը, ասենք թե 4 կետում հավասար է 3, այդ կոպիտ ասած այն է նշանակում, որ եթե դու 4 կետից մի քիչ քայլես աջ, այսինքն այստեղ պատկերացրեք սա մեր ֆունկցիայի գրաֆիկն է ինչ որ միտեղ գծած, ինչ որ այսպես բանը սա մեր 4 կետն է, նշանակում է, որ եթե սենց շատ վերցնես զում անես այ այսքան տեղը 4 կետի շուրջ, եկեք մի հատ իրան զում արած այստեղ գծենք, ուրեմն եթե վերցնես տենց իրան շատ խոշորացնես ու ասես, եկեք այսպես անենք, ասես էսի 4 կետն է, ստեղ ինչ է տեղ ունենում, ես կասեմ, եթե 4 կետից մի փոքր աջ գնաս, ասենք 4.0001 կետը պատկերացրեք, հա, մի որոշակի փոքր տեղամաս 4-ից որ հեռանաց, քո ֆունկցիան այդքան տեղը կփոխվի մոտավորապես 3 անգամ ավելի շատ, այսինքն ածանցյալը որ 3 է, այդ նշանակում է մոտավորապես հետևյալը, որ f-ի արժեքը 4 գումարած, ասենք թե 0.0 ինչ են գրել 0.001 կետում, այդ մոտավորապես հավասար է ֆունկցիայի արժեքը այս 4 կետում, այսինքն f-ի արժեքը 4-ում, գումարած ու այս փոփոխության չափը 3 անգամ, այսինքն այս ածանցյալը բազմապատկած, թե ինչքանով է աճ գնացը 0.01-ում։ Այսինքն սա նշանակում է մոտավորապես, որ քո ֆունկցիայի արժեքը այդ նոր կետում կլինի ուրեմն 5 կետում ունեցած արժեքի գումարած ածանցյալը, այսինքն 3 անգամ այս քո փոփոխության այս չափը, այսինքն անգամ 0.0 տվյալ դեպքում 0.01 կամ եթե ավելի կոկիկ գրենք սա, ինչ որ կետում եթե ածանցյալը հավասար է, ասենք, լավ, եկեք ավելի լավ այս տեսքով գրենք, ֆունկցիայի արժեքը x գումարած h կետում, մոտավորապես հավասար ֆունկցիայի արժեքը x-ում գումարած h անգամ, այսինքն այդ x-ը ինչքան փոխվեց, էլի, արգումենտը ինչքան փոխվեց, input-ը, դա բազմապատկած իր ածանցյալում այդ քո այս x կետում։ Մեր դեպքում դա 3 էր, այսինքն 4 կետում ածանցյալն էր, ստացվեց այս ներքևի այս բանաձևը, սա ճիշտ է մոտավորապես, այսինքն սա նկատի ունեցեք, որոշ ֆունկցիաների դեպքում կարող է այդքան էլ ճիշտ չլինի, եւ բնականաբար ստե կախված է այս h-ը ինչ ես վերցնում։ Այսինքն եթե մենք մեծ h-եր վերցնենք, օրինակ h-ը վերցնեմ 1, հա, 1-ը բավական մեծ թիվ է, այսինքն ֆունկցիայի արժեքը 5 կետում մի քիչ այդքան էլ չի բռնում ֆունկցիայի արժեքը 4 կետում գումարած ածանցյալ անգամ այդ 5-ի եւ 4-ի տարբերությունն է, էլի։ Բայց եթե գիտեմ 4 կետում ածանցյալը, կարամ ասեմ ֆունկցիայի արժեքը 4-ին շատ մոտ կետերում, ոնց ոստակ գրեցինք, ասենք 0.0001, ինչ որ այս տեսակի կետում այդ ինֆորմացիան ածանցյալը պարունակում է։ Այսինքն ինչ որ ստեղ գրած է, սա ճիշտ է h-ի փոքր արժեքների համար, այսինքն ճիշտ է, երբ որ մեր h-ը փոքր թիվ է, այսինքն ինքը բավական տենց մոտիկա 0-ին։ Եվ ինչի է, էլի սենց աշխատում, ոնց որ պատկերացրեք, ասում եմ, ոնց որ մեքենայով ինչ որտեղ են գնում, հարցում եք արագությունը ինչքան է այս պահի, ես նայում եմ իմ այդ արագաչափին, հա, որ մեքենայի մեջ այսպես որ ցույց է տալիս, ասում եմ, այս պահին արագությունը ենթադրենք 40 կմ/ժ։ Դե դու կարող ես 40 կմ/ժ սարքեք, թե ինքը վարկյանում քանի, ասենք, չգիտեմ, կիլոմետր վարկյան կամ մետր վարկյան, տենց փոփոխություն հաշվեք, ու իմանալով որ այս պահին 40 կմ/ժ կարող եք ասել, թե ասենք առաջիկա 10 վայրկյանվա ընթացքում ես ինչքան ճանապարհ կանցնեմ։ Այն պայմանով, որ ես այդ ընթացքում ինչ որ տենց շատ կտրուկ չեմ, ասենք, տորմուզ տալ, կտրուկ չեմ արգելակի կամ կտրուկ չեմ արագացնի մեքենայի արագությունը, այսինքն եթե կտրուկ փոփոխություններ չեմ անի այդ 10 վայրկյանի ընթացքում, ուրեմն մոտավորապես կարող ասեք, որ առաջիկա 10 վայրկյանի ընթացքում իմ անցած ճանապարհը կազմի 10 անգամ այս իմ արագությունը։ Ու ասենք բաժանած բանի վրա, որ բաժանած ասենք 60-ի վրա, որ տա թե րոպեներով ինչքան արագություն, հա, կամ անգամ կիլոմետր/րոպե, ինչ որ տենց մի բան։ Ու տենց, այսինքն շատ կարճ ժամանակահատվածում, այդտեղ տենց 60-ի քառակուսի, կարճ ժամանակահատվածում այդ արագություն իմանալու ավտոյ դու կարող ասեք ինչա տեղի ունենալու։ Բայց եթե փորձեք ասել հիմա 40 կմ/ժ, ուրեմն առաջիկա 3 ժամերի ընթացքում դուք անցնես 120, դա ճիշտ չի, որովհետև կարող է հենց հաջորդ պահին ես միանգամից գազտամ արագացնեմ, հաջորդ պահին դանդաղացնեմ։ Այդ ամեն ինչը ճիշտ է միայն ժամանակի փոքրիկ ինչ որ ինտերվալների համար։
Այդ նույն ձևով էլ, եթե մեր ֆունկցիան շատ կտրուկ փոփոխվի, այսինքն այստեղ ներքև մի ուրիշը փորձենք գտել, եթե sense գա sense կտրուկ փոփոխություններ կրի, տեսեք աճումա նվազում է, իր արագությունը անընդհատ փոխվելու է։ Այսինքն ինչ որ մի կետում արագություն իմանալով, օրինակ այս կետում որ իմանաս արագությունը ինչքան է, չես կարող ասես թե ասենք այս կետում արագությունը ինչքան է կամ թե այսքան կարճ ժամանակում ինքը ինչքան է բարձրացել վեր։ Որովհետև արագությունը անընդհատ փոխվում է։ Բայց շատ փոքրիկ այս կետին շատ sense մոտիկ ինչ որ մի փոքրիկ sense շրջակայք որ նայես, այդքան տեղ նորմալ հո այս բանաձևը նորմալ աշխատում։ Եթե հաշվը փոքրիկ է։ Այս այդ գալիս է նրանից հատանցյալը ոնց ենք սահմանել, էլի, ասել ենք հաշվի փոքր արժեքների դեպքում, այ այս հարաբերությունը վերցրու, եթե այս հարաբերությունը 4 է, ստայից ստացվելի է, որ այս վերևի գրած 4 անգամ հաշվ։ Այսինքն այդ սահմանից օգտվելով կարող ենք sense մի բան ասել, շատ մոտավոր։ Հարցեր, առաջարկներ։ Հա, այս ինչ որ է դրա մասին ինչ հարցեր ունեն։ Լավ։ Okay։ Հիմա այսինքն այդ դրանից ելնելով կասենք հետեւյալ բանը, որ ֆունկցիայի ածանցյալը ցույց է տալի արագությունը այդ կետում, բայց ինքը լոկալ իմաստով է ցույց տալիս։ Ու երբ որ ասեմ լոկալ, նկատի ունեմ, որ ասենք միայն այս կետին շատ մոտիկ, ասենք A կետին շատ մոտիկ փոքրիկ միջակայքում է, որ ածանցյալի արժեքը իմաստ ունի։ Հերիքա այս կետից դու մի քիչ հեռանաս, ասենք վերցնես A գումարած 1 կետը կամ A գումարած 10 կետը, էլ արդեն այս A կետում ունեցած տածանցյալը կարող ոչ մի կապ չունենա ֆունկցիայի արժեքի հետ այս A գումարած 10 կետում։ Այսինքն ածանցյալը ինքը շատ լոկալ է։ Եթե ունես իր արժեքը A կետում, f'-ան, այդ նշանակում է միայն A կետին շատ մոտիկ կետերում ինֆորմացիա ունես։ A կետից հեռու ոչ մի ինֆորմացիա չունես։ Այսինքն կարևոր չի 10 րոպե առաջ իմ արագությունը ինչքան է, դա ոչ մի օգտակար ինֆորմացիա չի կարա տա, բայց կարևոր է թե սրանից ասենք թե մի վայրկյան առաջ իմ արագությունը ինչքան է, որտեղ մի վայրկյանի մեջ շատ կտրուկ փոփոխություն չի լինի, բայց 10 րոպե առաջ ինչ որ այր, դրանից հետո շատ լիքը փոփոխություններ կարան տեղ ունեցած լինեն, այդ արագությունը կարա փոխվի, այդ չգիտեմ, 1 վայրկյանի ընթացքում, 2 վայրկյանի ընթացքում էլի այդ այսինքն ոնց որ մեքենայի արագաչափը ցույց է տալի լոկալ այդ պահին ունեցած արագությունը, տենց էլ ածանցյալը ինքը ցույց է տալի ֆունկցիայի վարքը, ֆունկցիայի հատկությունները շատ լոկալ, միայն այն կետի շրջակայքում, այն կետին մոտիկ, որ կետում, որ դուք վերցրել ածանցյալը հաշվել եք։ Հետաբար տարբեր կետերում տարբեր ածանցյալներ ունի, տարբեր արագություններ ունի ու դրանք մենակ շատ փոքրիկ ինչ որ sense փոքրիկ մասշտաբով են, որ իմաստ ունեն, էլի, փոքրիկ մասշտաբով են աշխատում։ Հարցեր։ Լավ։ Դե ֆիքսեցինք, որ եթե ածանցելի է, դիֆերենցիալի է, այսինքն եթե ածանցյալ ունի ինչ-որ կետում, ուրեմն այդ կետում անընդհատ է, այդ անընդհատ լինելն էլ է, էլի լոկալ հատկություն, կարող ինչ-որ մի կետում անընդհատ լինի, մյուս կետում անընդհատ չլինի, չէ՞, օրինակ ֆունկցիան sense գալիս է, մեկ էլ հոп կտրվում է։ Այս կետում անընդհատ է, այս կետում անընդհատ է, այս կտրվելու կետում անընդհատ չի, խզվող է։ Նույնը ածանցյալը եւ ասենք որ ոչ բոլոր, եթե անընդհատ է, այդ դեռ հերիք չի, որ ածանցյալ ունենա, այդ մասին խոսեցինք, ասենք մոդուլ x ֆունկցիան եւ այլն, դա չեմ ուզում նորից կրկնել։ Ինչ որ բանաձևեր անցանք, թե երկու ֆունկցիաների համար եթե առանձին ածանցյալները գիտեմ, ոնց է կարելի հաշվել դրանց գումարի, արտադրյալի տարբերության, հարաբերության դրանց ածանցյալները։ Մի քանի տենց ստանդարտ ֆունկցիաների համար իրանց ածանցյալների բանաձևերը դուրս չբերեցինք, բայց այսինքն այ հեսա, այս բանաձևը որոշվում։ Ու դե եւ գրքի մեջ կա այդ գրած եւ տենց կարող դուք ձեռով վերցնեք, փորձեք դուրս բերել սրանց բանաձևերը, բայց հիշելու կարիք չկա, ոնց որ նշեցինք էլի։ Ու մենք արդեն կարող ենք ածանցյալից օգտվելով ինչ որ բաներ ասել։ Առաջին բանը, որ այսինքն կետենա, որ ածանցյալի նշանը ցույց է տալի ֆունկցիան աճում է թե նվազում, աճը նվազելը սահմանել ենք, հա, այսինքն գրաֆիկը այդ կետում բարձրանում է վերև, թե իջնում է ներքև, թե ասենք ոչ են, ու դե ոնց որ տրամաբանական պետքա լիներ, ածանցյալը եթե դրական է, ուրեմն աճում է, եթե ածանցյալը բացասական է, ուրեմն այդ կետում նվազում։ Այսինքն եթե գտնենք մի հատ s տեսքի ֆունկցիա, ինչ որ այսպես ինչ որ մի բան, ես կարող եմ ասեմ, որ օրինակ այս կետում իմ ֆունկցիան աճում է, հետաբար այս կետում իր ածանցյալը դրական է։ Բայց այս կետում իմ ֆունկցիան, տեսեք, նվազում է այս կետում։ Հետաբար այս կետում ածանցյալը բացասական է։
Իսկ օրինակ այստեղ արենք, հա, այսա եթե այսքան կտորի վրա զում անենք, ոնց որ ինչա նկարած, չէ, եթե այսպես շուտ փորձենք զում անել, ոնց որ այս ձախից գալիս է այսպես իջնում, հետո սկսում է մնալ նույն արժեքի վրա, այս ոնց որ նշանակում է, որ ամեն դեպքում ինքը չի աճում, հետաբար ինքը չաճող է, այսինքն ինչ որտեղ նվազում է, հետո ինչ որտեղ մնում է նույն արժեքի վրա, սա նշանակում է, որ ֆունկցիան չաճող է, եւ մասնավորապես այս կետում իր ածանցյալը, ֆունկցիայի ածանցյալը հաստատ 0-ից մեծ չի, եթե 0-ից մեծ լիներ, ուրեմն աճող է։ Ուրեմն փոքր հավասար է 0-ից, կամ էլ կարող պատահի այս կետում ածանցյալ չունենա։ Այսինքն եթե սենց կտրուկ գա ու սենց կտրուկ թեքվի, ուրեմն ածանցյալ չունի, իսկ եթե սենց գա ու այ սենց աշխատի, այդ դեպքում ածանցյալը փոքր հավասար է 0-ից։ Դե կարող նայեմ նես լինի մի քիչ շատ զում անը, բարձր իրական սենց գալիս է, այսինքն սկսում է դանդաղ նվազել, հետո կնշանակի որ ածանցյալը հենց ուղիղ խիստ փոքր է 0-ից։ Բայց այդքան է հետաքրքիր էլի կամ նորից այդ non-decreasing-ը դի մոտ առապես նույնն է ինչ որ increasing, այսինքն չնվազողը եւ աճողը կամ չաճողը եւ նվազողը մոտավորապես նույն բանն է, այտենց խիստ մեջը տարբերություն առնվազն մեր համար այդքան էլ չկա։ Այսինքն կարող մոտավորապես ասեք ածանցյալը որ թե փոքր հավասար 0-ից, այլ փոքր է 0-ից, այդ օքեյ է, էլի ընդունելի է։ Հարցեր։ Լավ։ Այ օքեյ, ժողովուրդ։ Մենք բարձրացինք ածանցյալ նշան դրականը որն է, բացասականը որն է։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ որ ինչ որ կետում ֆունկցիայի ածանցյալը 0 է։ Հա։ Այսինքն օրինակ այս իմ գրաֆիկի վրա կարող եմ տեսնել, որ վերցնենք այս կետը։ Հա, այսինքն այս կետի անունը դնենք, ասենք թե a։ Այս մեր a կետում ֆունկցիան իրանից ձախ աճում է, իրանից աճ նվազում է։ Չէ՞։ Այսինքն ոնց որ բարձրանում է սարի գագաթը եւ սարի գագաթից իջնում է ներքև։ Այն երևույթը, որ այս շանից ձախ ֆունկցիան աճում է, այսինքն այս կետերում այսպես բարձրանում, նշանակում է, որ այս a կետից ձախ, եթե դուք նայեք, a կետից ձախ ֆունկցիայի ածանցյալը դրական է, որտեղ ֆունկցիան աճում է։ Ու նույնպես a կետից որ աճ գնաք, այսքան տեղը, տեսեք ֆունկցիան այսքան տեղ ասես նվազում է։ Այսինքն a կետից ձախ, եթե վերցնեք, օրինակ վերցնեք ֆունկցիայի ածանցյալը a-ից հանած, օրինակ 0.01 կետում, ինքը ստեղ դրական է, բայց եթե նայեք a-ից մի քիչ աճ, օրինակ a-ին գումարած 0.01 կետում, ստեղ էլ ածանցյալը պետք է լինի բացասական, որտեղ a-ից ձախ աճում է, a-ից աճ նվազում է, այդ եւ մասնավորապես a կետում ինքը չի աճում, չէ՞, այսինքն եկեք ֆիքսենք, ժողովուրդ, հնարավոր է 3 հատ տարբեր է։ A կետում իմ ֆունկցիան ածանցյալ եթե ունի, իսկ ինքը ենթադրիկ ունի։ Ոնց որ նենց եմ գծել, որ պետք է ունենա, էլի ածանցյալ չունի, եթե սենց կտրուկ փոփոխություններ է տեղ ունենում, բայց եթե կտրուկ չի, ուրեմն ածանցյալ ունի։ Այդ ածանցյալը հնարավոր է 3 հատ տարբեր է, հա, ինքը կամ դրական է, կամ բացասական է, կամ 0։ Հիմա քանի որ եթե լիներ դրական, այդ կնշանակեր, որ իմ ֆունկցիան այդ կետում աճում է, բայց ֆունկցիաս հաստատ a կետում չի աճում։ Ուրեմն ֆունկցիան ածանցյալը դրական չի։ Բայց փորձենք պարզել, բացասական է թե չէ։ Եթե լիներ ածանցյալը a կետում բացասական, այդ կնշանակեր, որ ֆունկցիաս այս a կետում սես նվազում է, բայց ինքը a կետում չի նվազում։ Հա, այսինքն այս ճիշտ պատկերացնեք, նվազել նշանակում է այ այսպես, որ իրանից ձախ այսպես իջնում է ու այսպես շարունակում է իջնել։ Այս իրանից ձախ աճելը դա նշանակում է, որ այդ կետում նվազող չի։ Հետևաբար ածանցյալը բացասական էլ չի։ Ուրեմն մնաց այս միակ տարբերակը, որ եթե ֆունկցիան այսպես այս ինչ որ մի կետում սարի գագաթի նման գալիս բարձրանում է ու իջնում, ապա այդ կետում ածանցյալը ոչ դրական կարող լինի, ոչ էլ բացասական կարող լինի։ Ուրեմն կամ ածանցյալը գոյություն չունի, կամ էլ եթե գոյություն ունի, ապա ուզած 0 է։ Այսինքն եթե sense որ գագաթ ունեմ այդ կետում, եթե ածանցյալ ունես, ածանցյալը 0 է։ Եվ դե լրիվ նույն ձևով ես կարող եմ նաև ասեմ, որ այս կետում էլ այսօր sense փոսիկ է։ Տեսեք, ոնց որ գալիս իջնում է ձորը, հետո սկսում է բարձրանալ վերև, սրանով դնենք b։ Ես կարող եմ նաև ասեմ, որ նույն ձև նաև b կետում իմ ֆունկցիան կամ ածանցյալ չունի, կամ էլ այդ կետում ածանցյալը 0 է։ Այսինքն, երբ որ գալիս է իջնում այն մի փոսը, կամ երբ որ գալիս բարձրանում է սարի գագաթը,
այդ ամենաներքևի կետը եւ այս ամենավերևի կետը, այդ կետերում կամ ածանցյալ չունես, կամ ածանցյալը 0 է։ Այսինքն ոչ մի տարբերակ չի մնում։ Եվ ոնց որ դա ինչ նշանակում, որ գալիս բարձրանում այս սարի գագաթը։ Այս գագաթը, եթե ավելի տես մաթեմատիկական տերմիններով ասենք, ինքը ֆունկցիայի ոնց որ այսինքն որ շատ զում անեմ, այսքան կտորի վրա իրան նայե, ամենամեծ արժեքը ընդունում է այս գագաթը։ Հա, որտեվ այդ գագաթը հենց մի խոսքով ինտուիտիվ հենց դա պետք է նշանակել, էլի, այսինքն այն կետը, որում ֆունկցիան ընդունում է ամենամեծ արժեքը, այն իմաստով, որ այս իր հարևան կետերի նկատմամբ է, էլի, ամենամեծը։ Այսինքն կարող ասեք, բայց կարող է ֆունկցիան նշանակում, ստա ինչ որ միտեղ ավելի մեծ արժեքներ անցնում, կասեմ, հա, օքեյ։ Բայց շատ փոքր այսքան տեղամասի վրա, եթե դուք զում անեք, այսքան տեղամասից դուրս ինչ կա չկա լրիվ համարեք, որ գոյություն չունի։ Միայն այսքան տեղը նայեք, ապա այսքանի մեջ իմ ֆունկցիայի համար այս գագաթում ընդունած արժեքը հանդիսանում է լոկալ իմաստով ամենամեծ արժեքը։ Եվ այդ նույն ձևել այս ձորը որ նայեք, որ գայսի չմա ներքև, այսքան տեղը եթե դուք վերցնեք իրան զում անեք, ապա այսքան հատվածում ամենափոքր արժեքը ընդունում է այս B կետում։ Եվ մենք հեսա դրանց անուններ կտանք, ու կտեսնենք, որ որպեսի ինչ որ մի կետում սենց լոկալ մասշտաբով ամենափոքր արժեքը կամ ամենամեծ արժեքը ընդունի, պետք է այդ կետում ածանցյալը լինի 0։ Կամ էլ պետք է այդ կետում ածանցյալ չունենա։ Այդ հիմա ամեն ինչ ավելի ֆորմալ կասենք, բայց ոնց որ եկեք տակ ինչ հարցեր ունենք, քանի այս թեմայի վրա ենք, խնդրեմ ասեք մի հատ նորից այս կրկնենք, այս հատվածը ուսումնասիրենք, հա, ինչ հարցեր ունենք։ Հարցեր, առաջարկներ, ժողովուրդ։ Լավ։ Okay, այսքան բացր մնում են դեպքը ածանցյալը ինչ նշանակում ածանցյան որ կետում 0։ Մենք հեսա կտեսնենք, որ այդ միայն ինչի նշանակում, որ այդ կետում ամենամեծ կամ ամենափոքր արժեքը ընդունում, մի ուրիշ տարբերակ էլ կա, այդ կքննարկենք հիմա։ Բայց եկեք ոնց որ այդ այն ինչ որ նոր ասացինք, իրան ավելի կոնկրետ ձևակերպենք։ Շատ է, ուրեմն այն ինչ որ նոր ասացինք, որ լոկալ մասշտաբով ամենափոքր արժեքը։ Դրան անվանում են ֆունկցիայի լոկալ մինիմում։ Իսկ լոկալ իմաստով ամենամեծ արժեքը անվանում են լոկալ մաքսիմում իհարկե։ Այսինքն ինչ նկատենք սենց ասելով, եթե ֆունկցիան ինչ որ մի այսենց x0 կետ ունես, եւ այդ x0 կետին մոտիկ տեղամասում, այսինքն x0-ի հարևանությամբ, x0-ի շրջակայքում, քո ֆունկցիան ինքը սենց որ գալիս բարձրանում է, այսենց իջնում է, x0 կետը ոնց որ մի փոքրիկ գագաթ է լինում, այսքան կտորում, ինչ որ մի փոքրիկ տեղամասում, հա, այսինքն ընդհանրապես կարևոր չէ, տեղամասը ինչ որ մի հատ մեծ տեղամաս է, թե ինչ որ փոքրիկ տեղամաս է, ինչ որ տեղամասում, այսինքն ինչ որ մասշտաբով քո այդ կետը հանդիսանում է ամենամեծը, հա, այսինքն դե դրան կարելի ավելի ֆորմալ ասել x0-ից սա դելտա տառն է, հունարենի փոքրատառ դելտան է, կարող ենք ասել ուղղակի ընդունված է տառը նշանակել, հասկանում եք, կարող ենք գրեմ x0-ից հանած 0.01, x0-ին գումարած 0.01։ Եթե x0-ին շատ մոտիկ այսքան տեղը դու նայես, x0-ից այս կետում ընդունած արժեքից ավելի մեծ արժեք չես գտնի, այսինքն այս կետում ընդունած այս արժեքը ամենամեծն է, այդ դեպքում ասում են, որ x0-ն ֆունկցիայի համար հանդիսանում է լոկալ մաքսիմում, հա, այսինքն լոկալ մաքսիմում, ու սա չի նշանակում, որ այդ ֆունկցիան ամենամեծ արժեքը, որ երբևիցե ընդունում է հենց այս կետում, չէ, կարա ֆունկցիան այսպես գնա, մեկ ինչ-որ մի ուրիշ տեղ ընդունի հենց ավելի մեծ արժեք, հա, բայց այդ ոնց որ հաշիվ չի, այսինքն դա այն փաստը, որ ինքը մի ուրիշ կետում ընդունում է ավելի մեծ արժեք, այդ ուղղակի կասենք, որ այս կետում նույնպես, այսինքն այս էլ թող անունը դնենք սրա ենթադրենք x1, կասենք x1-ն էլ իր հերթին լոկալ մաքսիմումը, հա, այսինքն այն որ ինչ որ մի կետում ընդունի ավելի մեծ արժեք քան այս իմ x0-ին, դա օքեյ է։ Կարևորը միայն այն, որ x0-ին շատ մոտիկ գնալուց, այսինքն պատկերացրեք, այս edge-ը այնքան եք զում անում, որ այս ձախ կողմի գագաթը էլ չի երևում, հա։ Եթե այսպես շատ այսպես չստացա զում անելի մոտ, բայց եթե շատ այսպես մոտիկ զում անեք, գնաք այսքան տեղը տեսնեք, հարևաններին չնայեք, այս x1-ին չնայեք, ապա այսքան տեղը փոքրիկ առումով, լոկալ առումով ինքը հանդիսանում ամենամեծ արժեքը։
Դրա համար իրան անվանում ենք լոկալ մաքսիմում, x0-ին անվանում ենք լոկալ մաքսիմումի կետ, իսկ այդ կետում ընդունած արժեքը անվանում ենք լոկալ մաքսիմում, այսինքն այդ ֆիքսենք x0-ն էդ են կետն է, որում ընդունում է լոկալ մաքսիմումը, իսկ լոկալ մաքսիմումը էդ են արժեքն է, որը ընդունվում է x0 կետ։ Եվ նույն ձևով համանում ենք իհարկե լոկալ մինիմումը ու այդ լոկալ մինիմումի կետի գաղափարը, այստեղ փակագծերում ինչ որ գրած է վերաբերում է լոկալ մինիմումն, մի խոսքով։ Ուրեմն նույն ձև, եթե դու ֆունկցիան ունես եւ ինչ որ մի այսպես գալիս է, բարձրանում է, իջնում է եւ այլն, ու ասում ես, որ այ գիտես, այս x0 կետն է, այս x0 կետին եթե շատ մոտիկ գնաս ու զում անես, այսինքն միայն այսքան տեղը նայես ֆունկցիան, սրանից արջուձախ չնայես, ինքը այսքան այս լոկալ փոքրիկ տեղամասում ամենափոքր արժեքը ընդունում է x0 կետում։ Այդ դեպքում x0-ն կանվանենք լոկալ մինիմումի կետ եւ այդ կետում ցած արժեքն կանվանենք լոկալ մինիմում։ Շատ լավ։ Հարցեր։ Ինչ հարցեր ունենք, Ռոբոտ։ Ոնց որ տեսնում եք, կարող ֆունկցիան ընդունի մի քանի լոկալ մաքսիմումներ, ունենա մի քանի լոկալ մինիմումներ։ Դա պարտադիր չէ, էլի, մենակ մի անգամ ընդունի, ոնց որ ինչքան խորդուբորդ լինի, սենց բարձրանա ֆունկցիան վերև, հետո իջնի, բարձրանա վերև իջնի, այդքան այս ամեն անգամ որ հասնում է բարձունքին, այդ գագաթը իր լոկալ մաքսիմումն լինելու։ Այսինքն լոկալ մաքսիմում համար 1 ունենա, հետո ինչ որ կետում լոկալ մաքսիմում 2, լոկալ մաքսիմում 3 ու դա շարունակ։ Ինչքան ասած կարող լոկալ մաքսիմումներ ունենա։ Եվ ամեն անգամ որ իջնում է ներքև, դա էլ կընդունի լոկալ մինիմում, այսինքն ունենա լոկալ մինիմումներ 1, 2, 3 հատ եւ ինչքան ասած։ Ու պարտադիր չէ այդ թվերը իրար հավասար լինեն, այսինքն կարա 10 հատ լոկալ մաքսիմում ունենա ու ասենք թե 6 հատ լոկալ մինիմում։ Կախված է իհարկե նրանց անդադա թե անդադ չի, այս սահմանվրտվեցինք, իրան սահմանում ենք նաև, եթե ֆունկցիան անդադ չի, չնայած հիմնական տես ֆունկցիան չեն քննարկելու, էլի։ Բայց ասենք, եթե սենց է, էլի, կարանք ասենք, որ չգիտեմ, եթե այս կետում ընդունում է այս արժեքը, այլ ոչ թե այս վերևինը, կարանք ասենք, էսի էլի լոկալ մաքսիմում է, չնայած Չեն ներողություն, այս բան չեն կարող ասենք, այս սխալ ասի, սա հենց է, սա ոչ մի բան չի, բայց այսա լոկալ այս կետում, եթե այս արժեքը ընդուներ, դա կլինի լոկալ մաքսիմում։ Շատ լավ։ Հարցեր։ Okay։ Տեն ժողովուրդ։ Կարանք տարբեր օրինակներ նայենք, հա, ֆունկցիաների, դրանց վրա զգանք ինչա տեղ ունենում։ Օրինակ, եթե վերցնենք ձեռքով փորձենք ինչ-որ ֆունկցիաներ գծել, ասենք այս x քառակուսին որ նայենք, հա։ Տեսեք այս 0 կետում ընդունում է ինչ-որ մի արժեք, որը եթե շատ սեն զում եմ անում, 0 կետում այս 0-ի շրջակայքում որ դու նայես, արժեքներից ամենափոքրը հենց այս կետում ընդունած արժեքն է։ Հետաբար 0-ն կանվանենք լոկալ մինիմումի կետ։ Բայց օրինակի համար, եթե գանք, չգիտեմ, այս մեր -1 կետն աստեղ, այս -1 կետում ընդունած իր արժեքը ոչ սարի գագաթա, ոչ էլ այդ ձորի հատակա, այսինքն սա ոչ մի իմաստով, ոչ լոկալ մաքսիմումի կետ է, ոչ էլ լոկալ մինիմումի կետ։ Եվ իրանից մեծերը կան իր հարևանությամբ, եւ իրանից փոքրերը կան իր հարևանությամբ։ Այդ տեսակ կետը մեզ հետաքրքիր չեն։ Կարանք վերցնենք օրինակ x քառակուսի, չգիտեմ, հանած 2x, ենթադրենք գումարած 1, ինչ որ s, լավ, գումար 0.1 s ֆունկցիա, կտեսնեք, որ էլի ինքը այսպես ընդհանրապես մի հատ լոկալ մինիմում, հեչ պարտադիր չի դա լինի 0 կետը, կարա բացական լինի, դրական լինի, մենք այդ դրանց մասին ոչ մի ձև չես կարող, էլի դու սահմանոդ մեջ ինչ որ նշես, սա դրական կետ լինի, բացական կետ լինի, ընդհանրապես պետք է ինչ որ կետում ընդունի ամենափոքր արժեքը, երբ որ sense շատ զում անես ու դիտարկես միայն այդ կետին մոտիկ, ինչ որ այսպես ինչ որ շրջակայք։ Շատ լավ, մի ունենք օրինակ բերենք ֆունկցիայի, որը այտենց լիքը տեսակ կետեր ունի, դե իրական ստեղ ինչ է գրենք, ինչ որ հետաքրքիր բան է ստացվելու, ասենք x խանարդից կարող անենք սինուս x-ը, տեսեք ինչ է տեղ ունենում, գալիս է, բարձրանում է, սա այստեղ ինչ որ մատ փոքրիկ գագաթ է ունենում, այսինքն կարող է այս կետը, նորից եմ ասում, այս կետում իր ընդունած արժեքը անեշոր ամենամեծն է, այս կետում ընդունած 0.35, բնականաբար ստեղ կետեր կան, որոնցում էլ ավելի մեծ արժեք է ընդունում, բայց այդ կետերը սրանից հեռու են, այսինքն լոկալ իմաստով, եթե սենց էլի շատ զում անեք, կտեսնեք, որ սա դառնում է գագաթ,
ու հետաբար այս -0.53-ը կկոչենք իր լոկալ մաքսիմումի կետ, այդ կետում ունենալի արժեքն է 0.35-ն է կլինի հենց լոկալ մաքսիմում։ Այստեղ մի տեղ ուներ լոկալ մինիմում, այստեղ ունի լոկալ մինիմում, ու sense բարձրանում գնում է, եթե աճ գնանք, էլ առանձնապես ոչ մի լոկալ մինիմում, լոկալ մաքսիմում չունի։ Կարանք փորձենք մի քիչ ավելի այս տեսակի բան ձգենք իրան որևէ, էլի մի հատ լոկալ մաքսիմում, մի հատ լոկալ մինիմում։ Եթե x խանարդը հանենք, ունենանք սինուս x, որը տեսեք, ստեղ ունի լոկալ մաքսիմում, հետո այսինքն իջնում է ներքև, ստեղ ունի լոկալ մինիմում։ Հետո ստեղ լոկալ մաքսիմում, ստեղ լոկալ մինիմում։ Այսինքն միշտ այդ եթե անդադ ֆունկցիա է, sense կամ սարի տեսք ունի, որ սարի գագաթն է լոկալ մաքսիմումը, կամ էլ միշտ sense որ ձորի տեսք ունի, որի հատակը լոկալ մինիմումն է։ Դե այս ֆունկցիան անվերջատ լոկալ մաքսիմումն է, լոկալ մինիմումն է։ Կարանք նենց ֆունկցիա գծենք, էլի գրեցի է, բայց եկեք գրենք 2x աստիճան։ Այս մեջ մի կախարդական բան չկա, էլի այդ y-ի մեջ, ինչ տիպ ուզում ենք կարող գրել, sense ավելի հարմար է, դաբար sense գրենք։ Սա ոչ լոկալ մինիմում ունի, ոչ էլ լոկալ մաքսիմում։ Հա, այս 0 կետը ոնց որ տեսնում եք աճում է, այստեղ աճում է, այնտեղ աճում է, ստեղծում է որ 0-ին մոտիկ 0 է, բայց չէ, իրական 0-ին մոտիկ թիվ է, բայց 0 չի, այսինքն եթե ասենք շատ զում անեմ, կտեսնեք որ ինքը շատ դանդաղ, բայց աճում է այս կետերում։ Մի խոսքով թվում է թե գիծ է, բայց գիծ չի, այսինքն տափակ չի, որ սա ձախից աճ եք գնում, տեսեք մեծանում է։ Շատ լավ։ Այս ֆունկցիայի համար եթե իր ածանցյալը գրեք, այսինքն արդեն կարող ենք այդ գործիքից օգտվել, էլի, սրան եթե վերցնեմ ածանցել, իր ածանցյալը որոշվում է այս բանաձև, x աստիճան անգամ լոգարիթմ 2, սա միշտ դրական է։ Այսինքն ինչ x ուզում ես դիր, էսի միշտ դրական է, այսինքն ինքը բոլոր կետերում, բոլոր x-երում աճող է։ Այդ նշանակում է, որ ճիշտ է դանդաղ է աճում, հետո արագանում է աճը, այդ էքսպոնենցիալ աճի գաղափարն է։ Բայց ինքը եթե միշտ աճում է, ապա երբեք sense չի լինում, երբեք sense չի լինում։ Այսինքն այս ֆունկցիա լոկալ մաքսիմում, լոկալ մինիմում չունի։ Ոչ ունի, ոչ էլ։ Հարցեր, ժողովուրդ, հարցեր կամ ինչ որ տարբերակներ ֆունկցիաների, թե ինչ նայենք, ինչ հետաքրքիր բաներ մտքեր ունեք։ Կամ էլ իմ ասածի վերաբերյալ ինչ հարցեր ունեք։ Okay։ Շատ լավ։ Եկեք նաև պայմանավորվենք, որ որպեսզի ամեն անգամ չասենք լոկալ մաքսիմում կամ լոկալ մինիմում, այդ արտահայտության փոխարեն լոկալ S-ինչ կամ լոկալ N-ինչ, կասենք կար ուղղակի լոկալ էքստրեմում։ Ուրեմն այդ գաղափարը կարելի է, այդ լոկալ մաքսիմում, լոկալ մինիմումը կարելի է գրել նաև sense, տարբեր գրառման ձևեր կան, մեծ հետաքրքիր չի, եւ ուրեմն լոկալ մինիմումը եւ լոկալ մաքսիմումը իրար հետ կոչվում է ֆունկցիայի լոկալ էքստրեմումն է։ Այսինքն էքստրեմում ինքը բառը, որը ծածկում է եւ մաքսիմումի իմաստը եւ մինիմումի իմաստը։ Այս երկու բառերը միասին ասում են ուղղակի էքստրեմում։ Եթե ինչ որտեղ տեսնեք գրված է, որոնք են այս ինչ ֆունկցիայի լոկալ էքստրեմումները, այդ նշանակում է գտնել որոնք են այս ֆունկցիայի գագաթները եւ այս ձորերի հատակները։ Այսինքն լոկալ մինիմումները եւ լոկալ մաքսիմումները։ Շատ լավ։ Մի սահմանում էլ տանք ժողովուրդ, որ եթե ունես ֆունկցիա, որը ինչ որ մի կետում ընդունում է ամենամեծ արժեքը, գլոբալ առումով, հա, այսինքն այդ կետում ընդունած արժեքը ամենամեծն է բոլոր իր հնարավոր բոլոր ընդունած արժեքներից։ Եթե տենց է ինչ որ մի կետում, ապա դա անվանում են ոչ միայն լոկալ, այլև գլոբալ մաքսիմում եւ գլոբալ մինիմում։ Այսինքն օրինակ այն մեր x քառակուսին, որը նոր նայում ենք իրան, այսի սա 0 կետում իր ընդունած արժեքը, իր ընդունած ամենափոքր արժեքները ոչ միայն 0 կետի ինչ որ մի շրջակայքում, այլև ընդհանրապես, այսինքն բոլոր կետերում, ինչքան ուզում եք զում արեք ու փոքրացրեք ու մեծացրեք, 0-ն իր գլոբալ առումով ամենափոքր արժեքն է։ Այդ դրա համար 0-ն կանվանենք ոչ միայն լոկալ մինիմումի կետ, այլ նաև գլոբալ մինիմումի կետ։ Հա, այսինքն կարող մի կետը լինի եւ լոկալ եւ գլոբալ։ Բայց ոնց որ բնականաբար ոչ հակառակը ոչ միշտ է, ճիշտ, այսինքն եթե գլոբալ է, այդ նշանակում է նաև լոկալ է։ Բայց եթե լոկալ է, դա չի նշանակում, որ գլոբալ է։ Կարող անցնի, որ ֆունկցիա ունենա, տեսեք, սա լոկալ մաքսիմում է այս կետը, սա լոկալ մինիմում է, բայց ինքը ընդհանրապես չունի գլոբալ մինիմում եւ գլոբալ մաքսիմում։
Այսինքն գլոբալ առումով ինքը ինչքան գնաս աճում։ Եթե այս իմ ֆունկցիան որ գծել եմ, ինքը ոչ մի կետում չի ընդունում իր ամենամեծ արժեքը, որտեղ ամենամեծ արժեք հասկացություն չունի։ Ինչքան գնաս մեծանում է, ինչքան ձախ գնաս փոքրանում։ Այսինքն կարող է լինի, որ ֆունկցիան ընդհանրապես չունենա գլոբալ մինիմում, գլոբալ մաքսիմում։ Կանք նաև օրինակներ բերենք, որ չունի, ասենք, այն մեր x քառակուսին տեսակ ուներ գլոբալ մինիմում, բայց այդ նույն x քառակուսին չուներ գլոբալ մաքսիմում։ Էլի ինչքան գնաս մեծանում։ Եթե ֆունկցիան ինչքան գնում ես, այդքան մեծանում, այդ դեպքում չունի գլոբալ մաքսիմում։ Ու տենց ինչ որ ուրիշ օրինակներ կարող ենք քննարկել, եթե հարցեր ունեք կամ ինչ որ տարբերակներ ունեք, այդ ուղղակի սահմանումներ են, ինչ որ իրենց հետ կարողանանք լավ աշխատել, ամենամեծ արժեքը կանենք գլոբալ մաքսիմում, իսկ լոկալ իմաստով ամենամեծը կանենք լոկալ մաքսիմում։ Եվ բոլոր գլոբալ մաքսիմումներն ու գլոբալ մինիմումները իրանք լոկալ մաքսիմումները, լոկալ մինիմումները այդ երկուսը իրար հետ, այսինքն գլոբալ մինիմում մաքսիմումի կանվանենք գլոբալ էքստրեմումներ, էլի այս էքստրեմա բառը էքստրեմումի հոգնակին է ընդհանրապես։ Բայց ոնց որ նշեցինք, եթե ֆունկցիան ունի լոկալ էքստրեմումներ, այդ լոկալ էքստրեմումները կարող են չունենան գլոբալ էքստրեմումներ եւ կարող ֆունկցիան ընդհանրապես չունենա գլոբալ էքստրեմ։ Հարցեր։ Okay, այս վերջին արդյունքն եկեք ձևակերպենք, սա մեզ ինչ որ պետք է գալու ինչ որ միտեղ։ Այ օրինակ այս երկու ֆունկցիաները, տեսեք, եթե երբ որ բազմաթամներս վերցնում, մի քիչ ոնց որ այդ հետարքիր հատկությունն է, չասեմ վատ հատկություն, իրանք ուզես թե չուզես չեն ունենալու գլոբալ մաքսիմումներ, գլոբալ մինիմումներ։ Տեսեք, այս երկու անգամ x-ի 5 աստիճան։ Անկախ նրանից թե իրանք ինչ կհանես, ինչ կգումարես, երբ որ x-ը դնես մեծ թիվ, ասենք միլիոն դնես, x-ը ձգտացնես անվերջի, այս արտադրություն ձգտելու անվերջի։ Այսինքն իմ կարմիր ֆունկցիան ամենամեծ արժեք չի ունենալու, ինչքան ցենց ուզում ես բան արա, ցենց պլանը փոքրացրու, ինքը ավելի մեծ արժեքներ է ընդունում։ Հետաբար ինքը չունի գլոբալ մաքսիմում։ Չնայած ունի ստեղ լոկալ մաքսիմում, բայց գլոբալ մաքսիմում չունի, քանի գնում ես մեծանում։ Բայց շատ հաճախ մենք ասենք ընդհանրապես ուզում ենք աշխատել ինչ-որ մի փոքր միջակայքի մեջ, ինչ նկատեմ տենց ասելով, շատ հաճախ մեր ֆունկցիաներին մենք ուզենալու ենք դիտարկել կամ իրենց արժեքները փոփոխել, ենթադրենք ինչ-որ sense հատվածում, ասենք միայն x-ը -10-ից 10 միջակայքի մեջ, -10-ից 10-ում, օրինակի համար, հա, ասենք խնձորի գինը պետք է որոշեք, գիտեք ինչ-որ մի տենց աճող ֆունկցիա ենթադրենք, բայց արգելվում է ենթադրենք խնձորի գինը դնել կիլոն 10,000 դրամից բարձր։ Հա, այդ նշանակում է դու այդ x-ի տարրեքը նաև չես կարող դնես բացասական, չէ՞, բայց կարող դնես ասենք թե 0-ից մինչև 10,000 ինչ որ մի թիվ։ Այսինքն ճիշտ է, ֆունկցիան կարող է այնպես լինի, որ սենց այս 0-ից 10,000-ում 0-ից ձախ նվազի, 10,000-ից աճի, ու ինքը չունենա գլոբալ էքստրեմումներ, բայց քեզ ընդհանրապես հետաքրքիր լինի, թե ինչ է տեղ ունենում 0-ից մինչև 10,000 ընկած այսքան մասում։ Դե դեպքում կարաս 0-ից ձախ ինչ կա չկա կտրես, 10,000-ից աճ ինչ կա չկա կտրես, ու ասես, որ ճիշտ է, չուներ գլոբալ մաքսիմում, որովհետև ինչքան գնում ես, այդքան մեծանում է, բայց դու չես կարող ինչքան ուզես գնաս։ Սենց գնում, սենց հանդիպում ես 10,000 կետին, այդտեղ արդեն ստոպ, այդտեղ արդեն վերջանում ամեն ինչ։ Այսինքն, եթե քո ֆունկցիան ինքը դու դիտարկում ես ինչ որ մի այդ ասենց փակ հատվածում, այդ փակ լինելը ուղղակի կարևոր է, որ այս 10,000-ը եւ 0-ն, այս երկու ծայրակետերը դու իրանց էլ էլի քո միջակայքի մեջ ներառես։ Եթե այդ երկուսը ներառում ես, ունեմ ես իրանց ինչ որ մի փակ, սահմանափակ, այսպես հատվածի մեջ, չես թողում x-ը գնա դառնա միլիոն, տրիլիոն եւ այլն, ինչ որ մի հատ վերևից sense limit ունես, եզր ունես, այդ դեպքում, եթե ֆունկցիան անընդհատ է, այսինքն եթե այս իմ f-ը անընդհատ է, ապա այսքան տեղը ինքը ինչ որ մի կետում ունենալու ամենամեծ արժեք, ինչ որ մի կետում ունենալու ամենափոքր արժեք։ Այսինքն եթե ֆունկցիան անընդհատ է, ուրեմն ինքը ցանկացած այսպես a, b փակ սահմանափակ միջակայքում ունենալու է եւ մաքսիմում եւ մինիմում։ Ոնց որ եթե ֆունկցիան ես sense գծում ու դուք իրան բռնում եք, ասում եք միայն նայեմ այսքան տեղը այս միջակայքում, իմ ֆունկցիան sense կաշկանդում եք, էլի, գծում սահմանափակում եք մի փոքր միջակայքի մեջ, ուզի պետք է ունենա ամենամեծ արժեք ինչ որ մի կետում, ինչ որ կետներ ամենափոքր արժեք։ Էլ այլևս այդ
բանը տրյուկը չի աշխատել, որ ասեմ դե ինչքան գնում ես, այդքան մեծանում է, որտեվ ինչքան գնալու հնարավորություն չկա։ Շատ լավ։ Այսինքն, եթե ֆունկցիային դու դիտարկում ես մի հատ փակ եւ սահմանափակ միջակայքի մեջ, դրանց կանոնենք ուղղակի հատված։ Այսինքն այս a-ը ու b-ը անոբեն վերջավոր թվեր են, ասենք 1-ից 4 կամ -5-ից +5 կամ 10-ից 100, ինչ որ այդպես միջակայքի մեջ փակ։ Այդ դեպքում ինքը ունենալու է եւ մաքսիմում եւ մինիմում այդ միջակայքի կետերի միջից։ Բայց իհարկե կարող է այդ միջակայքից դուրս իր արժեքները ավելի մեծ լինեն ու ասենք դու իմանաս, որ խնձորի արժեքը 20,000 դներուց ավելի շատ հնարավոր ֆունկցիա այդ արժեքը լինի, բայց ասենք սահմանափակում ունես, որ 10,000-ից ավել չես տալ։ Այսպես կարևոր հատկություն է, ու մենք իրան ինչ որ պահի միգուցե օգտագործենք, հենց ասեմ, բայց եթե հիմա չօգտագործենք էլ հետագայում ձեզ հանդիպել է։ Այսինքն ֆունկցիան կարա չունենա էքստրեմումներ, կարա չունենա մաքսիմումի կետ, որովհետև ասենց ինչքան գնում ես մեծանում է, եւ կարա չունենա մինիմումի կետ, գլոբալ, մաքսիմում, գլոբալ, մինիմում, բայց եթե դու իրան դիտարկես ինչ որ հատվածի մեջ, ապա ցանկացած հատվածի մեջ, այդպես փակ սահմանափակ միջակայքում ինքը ունի եւ գլոբալ մաքսիմում եւ գլոբալ մինիմում։ Միայն այդ հատվածի մեջ, հատվածից դուրս կետերում կարա ավելի մեծանա արժեքը, փոքրանա, չունենա էքստրեմումներ։ Այդ չեմ ապացուցի, բայց ոնց որ տրամաբան կար վերցնենք մի հատ ֆունկցիա, որը չուներ գլոբալ մաքսիմում, գլոբալ մինիմում, հա, ասենք թե մոդուլ x կամ x քառակուսի, ու նայեք իր արժեքը -1-ից, ասենք 3, այս միջակայքի մեջ, կտեսնեք, որ այդ կամ ծայրակետերում, կամ ծայրակետի արանքը ինչ որ մի կետում ինքը ընդունում է ամենափոքր արժեք, ինչ որ մյուս կետում ամենամեծ արժեք։ Շատ լավ։ Հարցեր, ժողովուրդ։ Ինչ հարցեր ունենք։ Սա պետք է որ այդ հատվածի բոլոր կետերում լինի անընդհատ, միակ պետք եղած բանը է դա։ Օրինակ եթե վերցնենք 1x-երորդ, այս մի հատ տենց օրինակ է, երբ որ ինքը անդադ չի, այդ դեպքում այսինքն անդադ չի 0 կետում, հա։ Եթե ասեք -3-ից +3, այ այդքան միջակայքում եմ ուզում նայեմ, ունի մինիմումի կամ մաքսիմում կետ թե ոչ, կասեմ դե 0 կետում քան որ անդադ չի, ապա չաշխատեց։ Բայց եթե վերցնեք 0 կետը չպարունակող ինչ որ մի հատ այսպես օրինակ 1-ից մինչև 3, ապա իհարկե, էսա 1 կետում ընդունում ամենամեծ արժեքը, 3 կետում ամենափոքր արժեքը։ Կարդա չի ծայրակետում լինի, էլի կարող նես լիներ, ասենք 1.5-ում ընդունել ինչ որ ամենամեծ կամ ամենափոքր արժեք։ Բայց հա, եթե նայում եք sense հատվածի համար, ապա այդքան տեղը դուք հաստատ ունեք ամենամեծ ամենափոքր արժեքներ։ Ինքը չի կարա փախնի էլի այս կոմենկով, որտեվ ձախից ու աջից sense դռներ եք դրել 1-ում ու 3-ում, ասում եք սրանից դուրս չես կարա գաս։ Հարցեր։ Ահա, ասեք այնտեղ։ Այջան, եթե իր ածանցյալը 0 է, ուրեմն այդտեղ մեծագույն կամ փոքրագույն արժեքներ ունի։ Իսկ եթե Համարյա, ահա, իսկ եթե հա, ասեք, ահա։ Իսկ եթե օրինակ հենց մոդուլ x ֆունկցիան, որը որ այդ 0 կետում ածանցյալ չունի, բայց ինքը մինիմումի կետ է։ Այդ դեպքում, երբ որ ածանցյալի կետեր չկան, այսինքն ածանցյալը տվյալ կետում որոշված չի, դա պետք է առանձին ուսումնասիրել, հասկանալ ինքը ինչ տեսակ կետ է կամ կետեր են, ոնց են նման դեպքերում։ Այո, շատ ճիշտ է, հենց տենց էլ անում են, այսինքն դուք ձեռակերպեցիք են ինչ որ պատրաստում ենք ասել, եթե մեր ֆունկցիան ուզում ենք պարզել, էլի, որտեղ ընդունում լոկալ իմաստով ամենամեծ արժեքը կամ լոկալ իմաստով ամենափոքր արժեքը, վերջնում նայում ենք, որ կետերում է, որ իր ածանցյալը 0 է, սա ոնց որ մի հատ պարտադիր պայման է, էլի, եթե ինչ որ մի կետում, այսինքն գրենք, եթե x-ը f-ի համար լոկալ էքստրեմում է, այսինքն լոկալ մինիմում է կամ էլ լոկալ մաքսիմում, էական չի, ապա դրանից հետևում է երկու հնարավոր տարբերակ կա, կամ այդ կետում ածանցյալը 0 է, կամ էլ այդ կետում ածանցյալ չունի։ Այսինքն այդ կետում ածանցյալ sense բան ուղղակի գոյություն չունի, կամ որոշված չի, կարող ենք տենց ասենք, առանձին այս երկու տարբերակները վերցնում նայում են։ Եթե ուզում ենք գտնեմ, էլի, որոնք են լոկալ էքստրեմումները, վերցնում են ֆունկցիայի բանաձևին եմ նայում, ասենք մոդուլ x կամ չգիտեմ, մոդուլ x հանած 3 կամ arc tangents x կամ չգիտեմ, y-ի 1x-երորդ աստիճան, նայում են, որ կետերում ինքը ածանցյալ չունի, ու այդ կետերին առանձին ուսումնասիրում։ Այդ կետերը ուսումնասիրել ասելով, կարող ենք նայենք օրինակ
կարող է այդ կետերում sense գալիս աճումա հետո նվազում, թե նվազումա հետո աճում, թե ոչ են, որն է պատճառը, էլի, որ ածանցյալ չունի, կամ ուղղակի վերջում գրաֆիկն են գծում, կամ ուղղակի նայում ենք այդ կետից ցախ գնալու ու աճ գնալուց ֆունկցիա արժեքներ ինչ են լինում, նվազում են թե աճում եւ այլն։ Իրանց առանձին ենք նայում։ Իրանց համար, եթե ածանցյալ չունի, էլ ուրիշ գործիք չունենք, բայց ոնց որ նշեցիք, կարող է իրանք պիտանի են, կարող է այդ կետում լոկալ մինիմում, լոկալ մաքսիմում ընդունել։ Իրանց առանձին ենք նայում, հետո էլ առանձին նայում ենք այն կետերին, որոնցում որ ածանցյալն ունի ու ածանցյալը 0 է։ Սա այդ մեր անհրաժեշտ պայմանն է։ Հեսա կտեսնենք, որ իրական սա բավարար չի, այսինքն կարող ածանցյալը 0 լինի, բայց ինքը ամեն դեպքում չլինի լոկալ մինիմում, լոկալ մաքսիմում։ Այն հեսա դրա օրինակն է կբերեմ, կնայենք այդ դրա։ Բայց հա, սխեման հենց այդ է լինելու է։ Նայում ենք, որ կետում ածանցյալ չունի, ու նայում ենք, որ կետում որ ածանցյալ ունի, բայց ածանցյալը 0 է։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարցեր։ Այս են ասացի մասին կամ ուրիշ հարցեր կամ այն հարցի շարունակությունը։ Ինչ հարցեր ունենք։ Լավ։ Եկեք ձեզ երկար չսպասացնեմ, միանգամից ոնց որ ֆունկցիա օրինակ բերեմ, երբ որ կարա ածանցյալը 0 լինի, բայց ինքը չլինի լոկալ էքստրեմի կետ։ Օրինակ մեր այս մոդելում էլ հենց այս օրինակը գտնեք x խորանարդ։ Հա։ Դե ոնց որ ինքը նոր ասեցինք, չունի ոչ լոկալ մինիմում, ոչ լոկալ մաքսիմում, հետեւաբար նաև չունի գլոբալ մինիմում մաքսիմում։ Այս 0 կետը ինքը ոչ մի բան է, հա, ոչ լոկալ մինիմում, ոչ լոկալ մաքսիմում, հա։ Բայց եթե վերցնեմ իր ածանցյալը հաշվեմ, հա, այս սրա ածանցյալը կլինի 3 անգամ x քառակուսի, որ ածանցյալը մեջը 0 տեղադրեմ կտա 0, այսինքն այս 0 կետում իր ածանցյալը 0 է։ Բայց ինքը ոչ այսպես սարի գագաթա, ոչ էլ այսպես չոր ձորի հատակ։ Այլ ի՞նչ է տեղ ունենում։ Սրանից ձախ ֆունկցիան այսպես աճում է, բացասական կետ է, այսինքն 0-ից որ ձախ ես գնում, ֆունկցիան այսպես բարձրանում է, հասնում է 0 կետի, բայց ուշադրություն դարձրեք, որ քանի գնում արագությունը փոքրանում է։ Ոնց որ sense մեքենայով գնաք, ինչ որ բայց էլ դադարեք իրան գազը ծխմել, քանի գնա, այսպես կդանդայի, կգա ինչ որ մի կետում կկանգնի, այսինքն դեռ առաջ գնում է, ճիշտ հասկացեք, հա, ածանցյալը դեռևս դրական է, բայց ածանցյալը փոքրանում է, այսինքն քանի գնում, այդքան իր արագությունը փոքրանում է, sense մոտիկանում է, այս կետում արդեն արագությունը դառնում է 0, հա, այսինքն այսքան տեղը իր ածանցյալը դրական է, բայց ածանցյալը փոքրանում է։ Գալիս հասնում ես այս կետում 0 է, ու մեկ էլ միանգամից սկսում է էլի դանդաղ գազ տալ։ Այսինքն էլի դանդաղ սկսում է ձեր մեքենան բարձրանալ վեր, նույն ուղղությամբ է գնում, այսինքն չի նվազում։ Ին ֆունկցիան գալիս հասնում է 0 կետին, այսինքն ու 0-ից հետո եւս շարունակում է այսպես ինքը աճը։ Արդեն քանի գնում արագանում, այսինքն սկզբից դանդաղ, հետո արդեն գնալով մեծանում արագությունը, այսպես է լինում։ Այս այդ երրորդ դեպքն է, երբ որ ֆունկցիան գալիս է այսպես, սկսում է նենց ոնց որ սարի գագաթ կբարձրանար, ու հետո շարունակում անց ոնց որ ձորից բարձրանար վեր։ Այս դեպքում նույնպես այս կետում ածանցյալը դառնում է 0, ինչի հաշվին, որ ոնց որ ոչ թե մեքենան գնաց, հետո պատասխանը սկսեց հետ գալ, այլ մեքենան գնաց, դանդաղացրեց ընթացքը, հետո նորից արագացրեց ընթացքը։ Այսինքն ուղղակի ածանցյալը այսքան տեղը ենթադրենք, չգիտեմ, 1 էր, այսքան տեղը դառնում ածանցյալը 0.3, այս կետում դառնում ածանցյալը 0.1, այս կետում դառնում ածանցյալը 0, ու հետո ոչ թե դառնում է բացասական ածանցյալը, այսինքն ոչ թե սկսում է նվազել, այլ նորից սկսում է այն իր նախնական արագությունը վերագտնել։ Ինչ որ կետում էլ դառնում է 0.3, ինչ որ կետում էլի դառնում է 0.5, ինչ որ կետում դառնում է 1, ու դա շարունակ։ Այս տեսակի կետերին անվանել ենք շրջման կետեր, հա, հայերեն շրջման կետ, անգլերեն ասում են inflection point։ Այդ ինչն է, էլի շրջվում, հեսա դրան տերմին կտանք, բայց շրջում է, որ ինքը sense գալիս է, ոնց որ տեսեք, հələ որ ինտուիտիվ եկեք այտենց տեսողաբար, եթե ինչ որ բան պատկերացնում ենք, դա մնա, հետո տերմին կտանք դրան, հիմա առաջ չընկնենք։ Այդ տեսակի կետերը իրանք ածանցյալը 0 է լինում այդ կետում, բայց ինքը ոչ լոկալ մաքսիմումի կետ է, ոչ էլ լոկալ մինիմումի կետ է։ Այ այդ տեսակի բաներն ենք ունենալու, ոնց որ այս մեր x խանարդի դեպքում է։ Եվ օրինակ եթե այս տղմատ մինուս դնենք,
տեսեք, փոխվեց, շրջեց ոնց որ հակառակությամբ դարավ, ստեղ էլ է մոտավորապես մի բան տեղ ունենում, էլի բնականաբար ածանցյալը սրա 0 կետում տալիս է 0, բայց նորից այս կետը ոչ լոկալ մինիմում կետը, ոչ լոկալ մաքսիմում է, այսինքն լոկալ էքստրեմի կետ չի, նորից շրջման կետը, այս անգամ էլ սենց եկավ իջավ, նվազացրեց իր արագությունը ու հետո շարունակեց նորից իջնել։ Այսինքն երբ որ սենց է լինում կամ սենց է լինում, այս երկու դեպքերում էլ է քո ածանցյալը լինում, այս երկու դեպքերում ածանցյալը լինում բացասական, բայց իրանք չեն լինում էքստրեմի կետեր։ Այսինքն մեր ուզած կետերից չեն։ Դե իրանց հետ ոնց որ մոտավորապես որ ասեմ, էլի վերցնելու ենք առանձին ուսումնասիրենք, այսինքն տեսնենք ինչ որ մի կետում արդյոք ածանցյալը 0 է թե 0 չի, եթե ածանցյալը գոյություն չունի, այդ կետերին առանձին ենք նայելու, եթե գոյություն ունի, նայելու ենք 0 թե 0 չի, եթե 0 չի, ասել ենք, չէ, սա անկապ կետ է, էքստրեմում չի։ Իսկ եթե 0 է, ուսումնասիրել ենք, արդյոք շրջման կետ է, թե ոչ, եթե այսինքն այս երկու տարբերակներն են հնարավոր, սրանք վատ տարբերակներն են, չենք ուզում սենց լինի, եւ հնարավոր է այդ մեր այդ սարի գագաթի կամ այդ մեր ձորի հատակի տարբերակները այս առաջի երկուսում ունենալու այս լոկալ էքստրեմումներ, այն մյուս երկուսում ունենալու չես ունենալ լոկալ էքստրեմումներ, ունենալու ես ընդամենը շրջման կետեր։ Այդ ահա եւ այն ամբողջ ինչը որ հեսա մենք ֆիքսելու ենք։ Ու բարձր դրա միջոցով անսահման քանակությամբ խնդիրներ կարաս լուծես, էլի։ Այս այլ ինչ որ գործիքներ կզարգացնենք, բայց արդեն այն խնձորի խնդիրը, որ ահա տրված է ֆունկցիա, ոնց գտնենք, որ կետում է ընդունում ամենամեծ, ամենափոքր արժեքները, կսկսենք ածանցյալը հաշվելուց, կտեսնենք որ կետերում չկա, հետո որ կետում է 0, հետո էլի կհետազոտենք, կպարզենք լոկալ էքստրեմումները որոնք է, հետո կնայենք դրանցից որոնցում է ինքը ընդունում ամենամեծ արժեքը ու կասենք, ունի գլոբալ էքստրեմում թե չէ։ Հարցեր, ժողովուրդ։ Այս նախորդ ասածների վերաբերյալ ինչ հարցեր ունենք։ Okay։ Դե այս այդ թեորեմն է, որը ձևակերպեցինք։ Հա, տեսնում եք, եթե ֆունկցիան եթե կեսրանից եկում չի շարունակվում, այսինքն նշելի ցած գալի բարձրանում եւ այլն, սա գլոբալ մաքսիմումը կլներ կարմիրով, սա գլոբալ մինիմումը, ստեղ մի հատ ուրիշ մինիմում ունենք, որը լոկալ մինիմում է, բայց գլոբալ մինիմում չի, որտեվ այս 0.3-ի մոտ ավելի փոքր արժեք ունեմ, քան 1-ի մոտ։ Ստեղ 0.6-ի մոտ ունեմ լոկալ մաքսիմում, որը էլի գլոբալ մաքսիմումը չի։ Ու տենց, այսրանք են մեր սահմանումները։ Շատ լավ։ Ուրեմն այս մեր անհրաժեշտ պայմանն է, եթե ինչ-որ կետ էքստրեմումի կետ է, եւ եթե այդ կետում ածանցյալ կա, այս էլ էլի if-ի մեջ մտնում, հա, եթե էքստրեմի կետ է եւ եթե ածանցյալ կա, ուրեմն 0 է ածանցյալը, դե փաստորեն բարձրացնա կարող է ածանցյալ չունենա, ոնց որ մոդուլ x-ի դեպքում, այսինքն կամ գոյություն ունի ածանցյալ եւ ածանցյալը 0 է, կամ էլ ածանցյալ գոյություն չունի։ Ածանցյալ x0 կետում չկա, որոշված չի։ Միշտ օրինակ կարող ձեր մտքում ունենաք մոդուլ x ֆունկցիան, որը այսպես գալիս է, այս կետում ածանցյալ չունենում, բայց ունենում է լոկալ եւ գլոբալ մինիմումի կետ։ Շատ լավ։ Այս այդ անհրաժեշտ պայմանն է, հեսա բավարարներն են, ինչ որ բավարար պայմաններ կթվարկենք, որ եթե սենց է, ուրեմն դա լոկալ մինիմումի կետ է, եթե սենց է, լոկալ մաքսիմումի կետ է։ Հարցեր։ Լավ։ Դե ստեղ ինչ որ օրինակ է, որը նոր մոտավորապես քննարկեցինք, հա x քառակուսի 0 կետում ունի լոկալ մինիմում, նույնիսկ գլոբալ մինիմում, եթե մինուս դնես կունենա գլոբալ մաքսիմում եւ այլն եւ այլն, հա։ Ու նաեւ ասենք, որ այդ մեր օրինակի մեջ այդ x խառնարդը 0 կետում ածանցյալը 0 է, բայց դա ոչ լոկալ մաքսիմում կետ է, ոչ լոկալ մինիմումի, ուրեմն այդ այլ շրջման կետ է։ Հիմա ընդհանուր առմամբ այդ շրջման կետերը եւ էքստրեմի կետերը իրար հետ, այսինքն ավելի կոնկրետ, ավելի ճիշտ ասած, այն կետերը, որոնցում որ ինքը չունի ածանցյալ, այդ կետերին կամ չունի ածանցյալ կամ ածանցյալը 0 է, այդ կետերին կանվանենք կրիտիկական կետեր, հա, critical point։ Ուրեմն եթե ածանցյալ ինչ որ կետում չունես կամ ածանցյալ ունես, բայց ածանցյալ 0 է, այդ կետերին կանվանենք կրիտիկական point, կրիտիկական կետ։
Եվ դե ոնց որ կրիտիկական կետերն էլ լինում են երկու տեսակի, կամ շրջման կետեր, որոնք որ անկապ կետեր են, կամ էլ լոկալ էքստրեմումի կետեր, այսինքն լոկալ մինիմումի կետեր, կամ էլ լոկալ մաքսիմումի կետեր, այդ ոնց որ սա ընդհանրական անվանում է։ Ու երբ որ բանաձևը տարածում, ոնց կարող նայենք, որ կետում է հնարավոր ածանցել, եւ եթե հնարավոր չի, ուրեմն կրիտիկական կետ է, եւ որ կետերում է, որ ածանցյալը 0 է։ Սրա մեջ այդ ածանցյալ գոյություն չունենալու մեջ մտնում է մասնավորապես այն դեպքը, երբ որ ֆունկցիան անընդհատ է, բայց ինչ որ կետում գալիս կտրվում է, ասես որ ցած գալիս է, հետո մեկ էլ այստեղից ոչ թե կտրվում, այլ կոտրվում է ներողություն, այսպես միանգամից ուղղությունը փոխում է, այդ դեպքում այստեղ այս մեր այս x0 կետում ինքը ածանցյալ չունի, եւ նաեւ մտնում այն դեպքը, որ ֆունկցիան անընդհատ չի, ցած գալիս է, հետո մեկ էլ կտրվում է, այսպես այս խզման կետը սա նույնպես էլի կրիտիկական կետ է։ Դե իսկ այս 0-ի դեպքն, ածանցյալը 0-ի դեպքն նոր ասացինք, լոկալ էքստրեմումներ կամ կրիտիկական կամ շրջման կետեր։ Շատ լավ, այս դե մի քիչ ոնց որ շատ հնարավոր տարբերակներ կան, բայց ամեն դեպքում դրանից այս ածանցյալը չի դադարում լինել օգտակար գործիք, մի քանի անգամ իրան որ օգտագործեք, տարբեր տեսակի խնդիրների մեջ կտեսնեք ոնց է ինքը օգնում այդ մինիմումի մաքսիմումի կետեր գտնելու գործում։ Հարցեր, ժողովուրդ։ Լավ։ Տենց, ու դե ասենք շատ նման է, ասենք կարտոշկա առնելու գործին, էլի, տարբեր բաներ են, տարբեր կետեր են շարած, հա, տարբեր տեսակի ապրանքներ են շարած, գնում գտնես դրանցից որն է կարտոշկա, հետո վերջում նայում ես այդ կարտոններից որն է փչացած, որն է չէ, այսինքն որն է լավը, որն է վատ, այդ նույն ձևի ֆունկցիան լիքը կետերում է որոշված, դու գնում նախ գտնում ես որոնք են կրիտիկական կետեր, այս այդ մեր բոլոր այն կետերն են խոսքով, որոնցում որ շանս կա, որոնցում դու ոնց որ հույս ունես, որ կարա ընդունի ամենափոքր ամենամեծ արժեքը, հա, այս այդ մեր այդ կարտոշկեքն է։ Հետո դրանցից նայում ես, թե որոնք են որ լավ կետեր են, այսինքն այդ որ կետերն է, որ ընդունում է լոկալ մինիմում կամ մաքսիմում։ Հիմա այդ մասն է խոսանք, թե դա ոնց հասկանալ, այսինքն գնացի առաջի քայլով գնում գտնում ես կարտոշկան, գնում գտնում ես որ կետում ա որ ածանցյալ չունի կամ ածանցյալը 0 է, եւ այդ կետերը քո թեկնածուներն են լինում։ Դա միշտ առաջի քայլն է։ Հա, դե մեկ է պետք է նայես ֆունկցիան անընդհատ է, թե անընդհատ չի, եթե անընդհատ չի, ինչ ասես կարող լինի։ Այսինքն դե դեպքում դա մտնում է այս դեպքի տակ իրականում, հա, եթե անընդհատ չի, ուրեմն լիքը կետեր կարող ունենա, որոնցում ածանցյալ չունի ընդհանրապես, բայց երբ որ գտար դա, այդ քո առաջի քայլն է լինի։ Հիմա բարձրենք երկրորդ քայլը որն է, այսինքն ոնց հասկանալ տրված կետը, տրված կարտոշկեն լավն է թե վատը, լոկալ մինիմումա թե մաքսիմում։ Ուրեմն մի տարբերակ է սա, տեսեք ասում եմ նոր որ քննարկում ենք, ես դրա մասին շատ չեմ անդրադառնա, հա, թե ոնց է այս թեորեմը ճիշտ, բայց գրքի մեջ ինքը կա։ Ու էջերը կդնեմ ու շատ խորտ կտամ գրքից կարդալ ինչի է որ էսի աշխատում է, որ տենց հիշելու վրա չլինի, այլ տրամաբանության վրա լինի։ Ուրեմն ասում է, եթե ինչ-որ մի կետում ածանցյալը 0 է, այսինքն այս մեր x0 կետն է, եւ այս կետում ածանցյալը 0 է, դե հնարավոր տարբերակները որոնք են։ Եթե կամ այսպես լինի շրջման կետ, կամ այսպես գա բարձրանա ու սենց իջնի։ Ու սրա հակառակը, հա, այսինքն լոկալ մինիմում լինի կամ հակառակ ձևի շրջվի, այդ չեմ նկարում։ Ինչ հիմնարար տարբերություն կա այս երկու դեպքերի միջև։ Էլի սա հստակ գծենք, երկու կետում ածանցյալը 0 է։ Հարցը այն է, ժողովուրդ, որ եթե դու ունես շրջման կետ, նշանակում է ֆունկցիա սրանից այս որ ֆունկցիայի ածանցյալին ուշադրություն դարձնես, այսքան տեղը ֆունկցիան աճում է, այսինքն ածանցյալը դրական է, բայց ոնց որ ածանցյալը քանի գնում է, այդքան փոքրանում է։ Այսինքն ածանցյալը սկսում է դանդաղել, արագությունը սկսում է դանդաղել։ Այսինքն ֆիզիկայի լեզվով ասած, ունես արագացումը բացասական է։ Այսինքն, տեսեք, եթե դուք ուշադրություն դարձնեք ֆունկցիայի ածանցյալի, սա ինքը իրանով ինչ որ մի հատ ֆունկցիա է։ Սա ֆունկցիայի արագությունը ինքը նույնպես ֆունկցիա է։ Այդ ֆունկցիայի արագությունը ասվածը այս կետին ինչքան մոտիկանում ես, իդեպ այդքան լավ չեմ գծել, եկեք մի հատ նենց գծենք, որ բանը լինի, հա, ինչ որ տարակարծությունների չբերի, այսպես։ Այսպես գալիս է դանդաղում է, ինչ որ այս կետին մոտիկանալուց, հետո էլի սկսում է արագանալ։ Այդ դանդաղելը նշանակում է, որ քո արագությունը, որպես այդպեսին, այս ֆունկցիան ինքը նվազում է, այսինքն ինքը նվազող ֆունկցիա է։
Բայց եթե նվազող է, այդ նշանակում է, որ իր ածանցյալը բացասական է։ Բայց իր ածանցյալը դա f-ի ածանցյալի ածանցյալն է, այսինքն f-ի երկրորդ կարգի ածանցյալն է։ Այսինքն եթե f-ի երկրորդ կարգի ածանցյալը ոնց որ sense այսքան տեղը, եթե ինքը sense դանդաղում է, ուրեմն այսքան տեղը երկրորդ կարգի ածանցյալը փոքր է 0-ից։ Նու չեմ կարող ասեմ նվազող է, կարող ասեմ որ չհաջող է, այսինքն այստեղ փոքր կամ հավասար է 0-ից, այդ պայմանը sense նշենք։ Ուրեմն պետք է նենց լինի, որ իր այս արագացումը դրական չլինի։ Այսինքն հաստատ չի արագանում, այսինքն երկրորդ կարգի ածանցյալը sense փոքր է լինում։ Երկրորդ կարգի ածանցյալը բացասական է, ինչը նշանակում է, որ առաջի կարգի ածանցյալը նվազում է։ Ինչքան գայս է sense դանդաղում է։ Հիմա այդ նույն ձև ասելու ենք, որ եթե եկավ հասավ տեղ, հետո սկսեց կամած աճել, նշանակում այսքան տեղը նույնպես քո ածանցյալը դրական է եւ ոչ միայն դրական է, այլև քանի գնում է արագությունը ցենց աճում, արագությունը մեծանում։ Այսինքն նույն պատմությունը ստեղ կարող գրենք, հա, այս ածանցյալը ինքը աճող է, ինքը մեծանում է, կամ ավելի ճիշտ եթե ասենք չնվազող է, չնվազող նշանակում է, որ իր ածանցյալը դրական է։ Չէ՞։ Այսինքն f-ի երկրորդ կարգի ածանցյալը ոչ թե դրական է, այլ մեծ կամ հավասար է 0-ից։ Դա նշանակում է, որ այս պայման երկրորդ կարգի ածանցյալը մեծ կամ հավասար է 0-ից։ Այս է ձախի դեպքն էր, այսինքն որպեսի ֆունկցիա ինչ լինի, sense շրջման կետ ունենա, դրա համար պետք է որ ինքը բան չունենա։ Ներողություն, իր այս ածանցյալի նշանները ոնց որ երկրորդ կարգի ածանցյալի նշանը փոխվի։ Այսինքն այս կետում երկրորդ կարգի ածանցյալը պետք է ոչ 0-ից մեծ լինի, ոչ է 0-ից փոքր լինի։ Հա, հիմա եթե այս x0 կետը ուժացություն դարձնեմ, տեսեք ձախ կողմում գրել եմ, որ երկրորդ կարգի ածանցյալը փոքր հավասար է 0-ից, դե գրել եմ, որ մեծ հավասար է 0-ից։ Այսինքն միակ հնարավոր դեպքը, որ տակը մնում է, եթե ունի երկրորդ կարգի ածանցյալ, ապա ինքը պետք է հավասար լինի 0-ին։ Այս կետում հակառակ պարագայում դա չի լինի շրջման կետ։ Ոնց որ հակառակներից են գալ, էլի, ասում ենք, եթե ֆունկցիան վատը լիներ, ապա պետք է այս կետում ածանցյալ կամ չունենար, կամ այդ ածանցյալը լիներ երկրորդ կարգի ածանցյալը լիներ 0, որտեվ ոչ 0-ից փոքր է, ոչ է 0-ից մեծ։ Հետևաբար, այս մյուս դեպքում մնում է ինչ հատակը մնում, որ ածանցյալը երկրորդ կարգի ածանցյալը եթե լինի խիստ մեծ 0-ից կամ խիստ փոքր 0-ից, այսինքն 0 չլինի, այդ նշանակում որ դու ունես լոկալ այդ շրջման կետ չի, այսինքն կամ լոկալ մինիմումի կետը կամ լոկալ մաքսիմումի կետ։ Ու այս մեր թեորեմը ինչ ասում է, թե երկրորդ կարգի ածանցյալը ասենց մեծ է 0-ից, եկեք գրենք փոքր է 0-ից, դա դիտարկենք։ Եթե երկրորդ կարգի ածանցյալը փոքր է 0-ից, սա նշանակում է, որ քո ածանցյալը նվազում է, ասենց խիստ նվազում է, բայց այս կետում ածանցյալը 0 է, այսինքն այս կետում քո ածանցյալը 0 է եւ ինքը նվազում։ Եթե ինչ-որ ֆունկցիա ինչ-որ կետում 0 է ու նվազում է, նշանակում է, ստեղ ինչ-որ փորձենք կողքը ածանցյալը գծենք, ժողովուրդ, մի քիչ երկար բան ստացվեց, երկար բարակ ստացվեց, բայց սա փորձենք հասկանալ ինչա կատարվում, հա։ Ուրեմն ասում եմ x0 կետում ածանցյալը 0 է, իսկ երկրորդ կարգի ածանցյալը բացասական։ Այդ նշանակում է ածանցյալը ստեղ 0 է, սրանից ներքև նվազում է, սրանից ձախ նվազում, սրանից ձախ, հա, այսպես նվազում է, սրանից աջ նվազում է, այդ նշանակում է, այսին ֆունկցիայի ածանցյալն եմ գծել։ Եթե ֆունկցիայի ածանցյալը ասես նվազում է, հետո էլի նվազում է, նշանակում է քո ֆունկցիան այսքան տեղ եղել է, ածանցյալը եղել է դրական, այսքան տեղ ածանցյալը եղել է բացասական։ Ինչ է նշանակում այսքան տեղը ածանցյալը դրական է եղել, նշանակում է այսքան տեղ քո ֆունկցիան աճել է, բարձրացել է վերել։ Հիմա ինչ է նշանակում, սրանից հետո ածանցյալը դառավ բացասական, այսպես նշանակում է սրանից հետո ֆունկցիան նվազում է։ Այսինքն ֆունկցիան ցենց աճելով գալիս հասնում է ինչ-որ մի հատ գագաթի, հետո սկսում է իջնել ներքև։ Բայց դա նշանակում է, որ այդ կետը ինքը լոկալ մաքսիմումի կետ է։ Այսինքն եթե երկրորդ կարգի ածանցյալը, եթե քո արագացումը դրական է, իսկ այդ կետում քո արագությունը 0 է, այսինքն կրիտիկական կետ ունես, այդ կետում ածանցյալը 0 է, երկրորդ կարգի ածանցյալը ինչ ենք ասում, բացասական է, այդ նշանակում է դու ունես լոկալ մաքսիմումի կետ։ Ու նույն ձև, եթե երկրորդ ածանցյալը դրական է, ուրեմն ունես լոկալ մինիմումի կետ։
Դե ոնց որ համարյա ապացույց ասեցի, ես պետք է իրան մի քիչ ավելի տենց գրագետ գրենք, եթե ուզում եք լինի, բայց տրամաբանությունը դա է։ Այսինքն երկրորդ կարգի ածանցյալի աճը նվազելու դու պարզում ես առաջի կարգի ածանցյալը դրական է թե բացասական, որտեղ այդ կետում 0 է, էլի, եթե աճեց դառնա դրական, եթե նվազեց դառնա բացասական։ Ու դրանով կարող ես հասկանալ, ինքը սարի գագաթա թե հակառակը այս ձորի այս հատակը համնուտը։ Շատ լավ, որ դուք թեորեմ եմ ունենում, եթե երկրորդ ածանցյալ դրական առում լոկալ մինիմում է, թե բացասական առում լոկալ մաքսիմում է։ Բայց դե այս թերմը ոչ բան չի ասում այն դրա մասին, թե ինչ ա լինում, երբ որ երկրորդ կարգի ածանցյալն էլ է 0, այդ կարա եւ ընկնի այս ձախ դեպքի մեջ, եւ կարա իրականում ընկնի այս աջ դեպքի մեջ։ Իսկ սա ընդհանրապես բավարար պայման է, բայց կա, ասենք ինչ-որ մի ուրիշ թեորեմ, որ նա ասում է, եթե երկրորդ կարգինը 0 է, նայ երրորդ կարգինը, նայ չորրորդ կարգինը, այդքան չենք խորում։ Այս մի հատ բավարար պայման, իրական երկրորդ բավարար պայմանը, եթե հետ բերենք այս մեր գրածները, այստեղ ինչ որ միտեղ արդեն այդ մասին նշել ենք, այսինքն առանց այդ նկատելու ասեցինք։ Տեսեք, եթե դու ունես, ասենք ինչ որ պատճառով, եթե չես ուզում հաշվես երկրորդ կարգի ածանցյալը ով է, ասենք կարող դժվար ինչ որ մի հատ բանաձև է, էլի, չգիտեմ, ասենք սինուս 1x-երորդ։ Սրա ածանցյալը եթե վերցնեք հաշվեք, որ բարդ բանձը է ստացվում բավականին, հետո մի հատ դրան որ վերցնեք նորից ածանցել կամ սա էլ բաժանած x-ի, սա ընդհանրապես էլի բոբո բան է լինում խոսքով։ Իրան վերցնել մի հատ էլ ածանցել, հետո նայել դրա նշանը դրական է թե բացասական, շատ դժվար խնդիր։ Այսինքն օրինակ որ ասենք սինուս 1x-ը ցանց x-ը դրական թե բացասական, դա էլ առանձին իր հերթին հարցա, որ հեչ պարզ չի էլի, դրա փոխարեն ուղղակի գրաֆիկը կգծեք f-ի, կհասկանեք դրական թե բացասական։ Այսինքն երբեմն այս մեթոդով աշխատելը հարմար չի, բայց փոխարինում մենք կարող ենք այս դրանից ոնց որ պարտքով վերցնենք սրա տակ եղած տրամաբանությունը ու ասենք հետևյալ. Եթե ֆունկցիա x ռոկետում իր ածանցյալը էական չի, չէ՞, ընդհանրապես թողնի անընդհատ։ Եթե միջև x0-ն աճում է x0-ից հետո նվազում, ուրեմն x0-ն մաքսիմումի կետ է։ Չէ՞։ Բայց ինչ է նշանակում x0-ից ձախ աճել, նշանակում է, եթե x0-ից ձախ ինչ որ այս կետերում իր ածանցյալը դրական է, իսկ x0-ից հետո իր ածանցյալը բացասական, այսինքն գրենք, եթե f-ի ածանցյալը x-ից մի փոքր աճ որ գնաս բացասական է ու մի փոքր ձախ որ գնաս դրական է, կարող գրենք sense մի բան, հա, x-ից հանած դելտայում եթե բացասական է, իսկ x-ին գումարած դելտայում դրական է, այդ նշանակում է նվազում էր, հասավ x0-ին, սկսեց աճել։ Ապա այս դրանից կարող ասեք, որ x0-ն քո համար լոկալ մինիմումի կետ է, եւ եթե նշանները փոխած նույնը ասեմ, լոկալ մաքսիմումի կետ է։ Այսինքն կարող ենք նայենք ոչ թե s կետում, x0 կետում երկրորդ ածանցյալը ինչ է, այլ x0-ից մի քիչ ձախ գնանք, մի քիչ աճ գնանք, այդ ստացված s կետերում նայենք ուղղակի առաջի կարգի ածանցյալը դրական է թե բացասական, կհասկանանք ֆունկցիան sense աճում նվազում է, թե նվազում հետո աճում է։ Նկատենք, որ եթե շրջման կետ է, ապա կամ աճում է, հետո նորից շարունակում է աճել, այսինքն շրջման կետի դեպքում այս երկուսն է կամ դրական է, կամ բացասական։ Այսինքն եթե նույն նշան ունեցան, նշանակում է x-ն քո համար շրջման կետ է։ Հա, inflection point-ը դա էլ այդտեղ է լուծում։ Եկեք ձևակերպենք այդ երկրորդ հատկությունը, երկրորդ թեորեմը։ Փոխանակ նայես երկրորդ կարգի ածանցյալը x0 կետում, նայում ես առաջի կարգի ածանցյալը հարևան կետեր։ Ու եթե իրանից ձախ ածանցյալը դրական է, իրանից աճ ածանցյալը բացասական է, ապա ինքը լոկալ մաքսիմումի կետ է։ Եթե իրանից ձախ բացասական է, հետո դրական, այսինքն նվազում էր, հետո սկսում է աճել, sense ոնց որ գալիս իջնում ներքև, հետո սկսում է բարձրանալ վերև, ուրեմն այս կետում լոկալ մինիմումի կետ է։ Իսկ եթե աճում էր, հետո շարունակում է աճել կամ նվազում էր, հետո շարունակում է նվազել, այսինքն եթե x0-ից մի քիչ ձախ գնաս, մի քիչ աճ գնաս, ածանցյալը նույն նշանը ունի, ապա դա էքստրեմի կետ չի, հետևաբար կարող ենք ասենք, որ շրջման կետ է, այսինքն inflection point-ը։ Լավ, այս է մեր երկրորդ մարտավարությունը, տարբեր ֆունկցիաների դեպքում, տարբեր կետերի դեպքում հարմար է այս թեորեմներից համապատասխանը օգտագործել, այսինքն չի որ մեկը միշտ օգտագործեք ու վերջ, որը երբ ձեզ հարմար լինի։ Հա, բայց այս երկուսի միջոցով կարող ենք պարզենք, սրանք բավարար պայմաններ են, կարող ենք սրանցով պարզենք, որոնք են լոկալ էքստրեմի կետերը։ Դասում ձեր հարցերը ժողովուրդ, այնց
Ինչ հարցեր ունենք։ Չկան հարցեր արդյոք։ Լավ։ Դե ոնց որ մեր ընդհանուր ռազմավարությունը, որը գործնական ժամին կարող օգտագործեք, հետ եմ երկու բառով ասենք, վերջում ստուգում եք անդադա թե անդադ չի, եթե անդադ չի, ասում եք, չէ, sense չեղավ, ասենք 1x-ը անդադ չի, չէ, մինուս անվերջից անվերջում, առանձին նայում եք բացասական թվերի վրա, առանձին նայում եք դրական թվերի վրա, սրանցից յուրաքանչյուրը մի քան անընդհատ է, էլի, այսինքն իրավունք չունես նայես ինչ որ ֆունկցիա, որ անդադ չի ու իր ազանցյալը հաշվելու ինչ որ գործողություններ կատարեց։ Առաջին հերթին համոզում ենք անդադա թե ոչ։ Հետո գտնում եք կրիտիկական կետերը, այսինքն ինչ որ մի հատ բանաձև եք տալիս, հա, ենթադրենք ասում եք կոսինուս x-ը հավասար կոսինուս x ֆունկցիան եք տալիս, վերցնում իրան ածանցում է, տենում են որ կետերում ածանցյալը 0։ Այսինքն այն որ կետերում է, որ մինուս սինուս x-ը 0 է, դա էլ դե արդեն ինչ որ մի ձև կլուծեմ։ Դա հա կասեմ x-ը հավասար է π, 2π, 3π, π անգամ ինչ որ կա, էական չէ, էլի, ամեն ֆունկցիայի համար գտնում եք թե որ կետերում որ ածանցյալը 0 է, կամ տասեք մոդուլ x-ը, ասում եք որ կետում ածանցյալ 0, ասում եմ 0 կետում ածանցյալ չունի։ Այսինքն գտնում եք կրիտիկական կետերը, բոլոր նրանք, որոնցում ածանցյալ չունի կամ ունի, բայց 0 է։ Եթե նենց է ստացվում, որ ձեզ հետաքրքրում է ինչ որ տենց բան, էլի, ըստ ցանկության կետ է, եթե նենց է լինում, որ դուք նայում եք իրան ճշմարտ sense փակ միջակայքի վրա, ապա մի հատ կարող ստուգեք այդ երկու եզրեր, երկու ծայրակետեր է ձեր միջակայքի, կարող այդ կետերում ինքը ամենամեծ ամենափոքր արժեքը ընդունի ծայրակետերում, եւ հետո արդեն այդ կրիտիկական կետերի համար կամ այս առաջին կետից կամ այս առաջին կամ երկրորդ թեորեմից օգտվելով ըստ ձեր նպատակահարմարության, այսինքն ինչ հավես ունեք, երկրորդ անգամ բացանցեք, նշանը ստուգեք, թե ուզում եք ուղղակի երկու տարբեր կետերում x կետի հարևանությամբ ստուգել ածանցյալի նշանները, այդ դեպքում օգտվում եք մյուս թեորեմից։ Ուսենց, մի քիչ երկար գործողություն է, բայց վերջում առանց գրաֆիկը գծելու, առանց ինչ-որ բան անելու, դու հասկանում ես, որ կետում ամենամեծ ամենափոքր արժեքները ընդունում։ Հետագայում, երբ որ անցնենք մի քանի փոփոխականներից կախված ֆունկցիաների, կտեսնենք, որ այս նույն տրամաբանությունը, լրիվ նույն տրամաբանությունը գործում է նաև դրանց դեպքում։ Մի քիչ ավելի նուրբ բան այնտեղ տեղ ունենում, այդ որ հասնենք թեմային կտեսնենք արդեն, հենց հաջորդ դասի կամ հաջորդի դասի ժամանակ։ Ու տենց